Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում իրադարձություններն իսկապես հասել են ամենաանհավանականին ու զգացմունքային կետին։ Սարոյանի ընտանիքի ներսում տեղի ունեցող դրամաների ֆոնին սերիալը նոր շերտ է ավելացնում հուզիչ պատմություն Գոռի անցյալից։ Գոռը երկար լռությունից հետո վերջապես բացվում է Սառայի առաջ։ Նա պատմում է իր ապրումների, իր մեղքի ու երբեք չմոռացվող վթարի մասին։ Այդ օրը տարիներ առաջ Գոռը վթարի է ենթարկվել մի ընտանիքի մեքենայի հետ, որտեղ եղել է նաև փոքրիկ երեխա։ Իհարկե, պատմությունն արդեն հեռուստադիտողներին ծանոթ է ու կարիք չկա կրկին պատմելու։ Մայրը, բնականաբար, ծանր հոգեվիճակում է եղել, քանի որ կորցրել է ամուսնուն այդ ավտովթարի հետևանքով և հրաժարվել է ցանկացած օգնությունից։ Տղամարդը, որի կյանքում այս դեպքը թողել է մռայլ հետք, ամեն օր ապրել է այդ հիշողության հետ։ Հետաքրքիր բացահայտումներ համացանցում լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես Գոռն ու Սառան գտել են այդ փոքրիկին, ով ավտովթարի ընթացքում եղել է ավտոմեքենայի մեջ։ Նրանք այդ ընթացքում ապրել են Մոսկվայում, որտեղ էլ տեղի է ունեցել ավտովթարը, բայց Գոռը պարզել է, որ նրանք վերադարձել են Երևան։ Երեխան, որին մարմնավորում է սիրված ու տաղանդավոր Մարիա Ալթունյանը, հեռուստադիտողներին ծանոթ է «Մարիա» սերիալից։ Մարիայի մանկությունը մարմնավորող փոքրիկ դերասանուհին, բնականաբար, նրա հայտնվելը մեծ հուզմունք է առաջացնում Գոռի մոտ, իսկ Սառայի համար սա դառնում է մի նոր հնարավորություն տեսնելու, թե իրականում որքան բարի ու խոցելի է Գոռը։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Արդյոք այդ ընտանիքի մայրը պատրաստ է վերադարձնել անցյալը։ Գոռի ներկայությունը վերստին կբացի վերքերը, որոնք տարիներ շարունակ նա փորձել է բուժել լռությամբ, բայց միաժամանակ այս հանդիպումը կարող է դառնալ հաշտեցման ու վերածննդի նոր սկիզբ։ Սերիալն այս կերպ մի կողմ դնելով միայն ներքին դավադրություններն ու վրեժը, սկսում է խոսել մարդկային ողբերգությունների, ապաշխարության ու փոխադարձ ներումների մասին։ Հնարավոր է, որ հենց այս պատմությունն էլ դառնա մի գեղեցիկ կամուրջ Սառայի ու Գոռի հարաբերությունների խորացման համար։ Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչ դեր կունենա փոքրիկը սերիալի ավարտին մոտ, այդ ամենը պարզ կդառնա առաջիկա սերիալներում, բայց մի բան արդեն հասկանալի է՝ այս պատմական եզրով «Ծով աչքերի պատճառով»-ը գնում է դեպի իր ամենաուժեղ ու զգացմունքային վերջաբանը։ Իսկ այդ ընթացքում չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր ու գեղեցիկ գաղտնիքները, որոնք պտտվում են հեռուստասերիալի շուրջ, և իհարկե տեղեկանաք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Ինչպես արդեն նշեցինք, Գոռը Սառային խոստովանում է, որ Մոսկվայում բնակվելու տարիներին նա ունեցել է սիրած աղջիկ։ Սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք բաժանվել են, ու աղջիկը բավականին ալկոհոլ օգտագործած նստել է ավտոմեքենայի ղեկին, ինչի հետևանքով տեղի է ունեցել այդ չարաբաստիկ ավտովթարը։ Բնականաբար, հետևանքները եղել են ծանր, մահացել է երեխայի հայրը, իսկ Գոռը տեսել է, թե ինչպես է ավտոմեքենայում տորթ գտնվում, իսկ այդ տորթը նրա կնոջ ծննդյան առիթով էր։ Բնականաբար, այս ամենը հոգեբանական հետևանքներ են թողնում Գոռի վրա, ու երկար տարիներ Գոռը փորձում է մոռանալ, սակայն չի ստացվում, և ամեն անգամ ավտոմեքենայի ղեկին նստելուց այդ պատկերներն է գալիս իր աչքի առաջ։ Այս ընթացքում Սարոյանը մեկնել է երկրից, բնականաբար, ոչ թե հենց այնպես, այլ իր բուժումների համար։ Նարինեն էլ գալիս է Արմանի մոտ ու խնդրում, որպեսզի նա ու Էլկան հեռանան երկրից, քանի որ գաղտնիքները սկսել են դեռ նոր բացահայտվել։ Թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, Միսակը մահացել է, Գարիկը բանտում է, և այս հարաբերություններին էլ ոչինչ չի կարող հանգարել, այս ընտանիքը կարող է հանգիստ ապրել, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, և ինչպես Նարինեն է պնդում, դեռ նոր գաղտնիքներ են բացահայտվելու, որոնք խանգարելու են նրանց միասին լինելուն։ Այդ իսկ պատճառով նա խնդրում է, որպեսզի Արմանն ու Էլկան հեռանան երկրից, և այդ ամենին հաստատ կողմ կլինի Սարոյանը, պնդում է Նարինեն։ Թե ինչ գաղտնիքներ են բացահայտվելու և ինչպես կարող է այդ գաղտնիքներն ազդել նրանց հարաբերությունների վրա, ցույց կտա ժամանակը։ Այն, որ հեռուստասերիալը նոր ընթացք է ստանում, ցույց է տալիս հեռուստասերիալի հետագա զարգացումները։ Չմոռանաք գրել ձեր կարծիքները, ինչ եք կարծում,
Ինչ գաղտնիքներ է թաքցնում Նարինեն և ինչ գաղտնիքներ են շատ շուտով բացահայտվելու, որոնք փոխելու են հեռուստասերիալների կերպարների ճակատագրերը։ Իսկ այդ ընթացքում Գոռը սպառնում է Արամին, որ եթե հանկարծ իրեն այնպես չպահի, ինչպես որ պետքն է և Ռեբեկային նեղացնի, ապա պատասխան կտա իրեն։ Իսկ Արամը ուղղակի ամեն ինչ անում է, որպեսզի Ռեբեկան սիրի իրեն ու ընդունի։ Արդյոք Ռեբեկան արդեն զգացմունքներ ունի Արամի հանդեպ և նայել է փորձում Արամի կողքին լինել, կիմանաք շատ շուտով, Ռեբեկայի կյանքն էլ կփոխվի ու հետաքրքիր սիրային զարգացումներ կլինեն հեռուստասերիալում։ Գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանությունների դաշտում, նաև գրեք, թե որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։